Ամբողջ Երևանում մոտ 2000 ցայտաղբյուր կա, յուրաքանչյուրը օրական առնվազն 3 խորանարդ մետր ջուր է ծախսում, դրա համար ոչ ոք ոչինչ չի վճարում, շուտով Վեոլա ջուրը ցայտաղբյուրները կհամալրի ջրաչափերով, որպեսզի պարզի, թե որքան է կազմում ջրի կորուստը։ Կտեղադրեն, բայց վճարովից չեն դարձնի, թեպետ ջրի կորստի 2%-ը ցայտաղբյուրներից է, վստահեցնում է Հայաստանի ջրամատակարարումն ապահովող ընկերությունը։ Մենք շարունակելու ենք մեր ցայտաղբյուրներին ջուր տալ, որովհետև դա մեր ոչ միայն Երևանի, այլև ընդհանրապես Հայաստանի հատկանիշներից մեկն է։ Երկրում ոռոգման ջրի 60% կորուստ կա, ջրային կորուստի աքիլեսյան գարշապարը Թալինն է, այստեղ բացի նրանից, որ խողովակները հին են, նաև երկաթբետոնե կոնստրուկցիաները դարն ապրել են, անմխիթար վիճակում են նաև Շիրակի ջրանցքները, 19000 հեկտար հողատարածքից միայն 4000-ն են կարողանում ոռոգել, մնացած ջուրն անարգել ու աննպատակ հոսում է։ Առաջինը Սալվինազի այդ թվածս ջրանցքի մասին է խոսքը, որը իրոք շատ կատաստրոֆիկ վիճակ է, մենք անարդյունավետ ենք աշխատում այդտեղ, որովհետև 80%-ից շատ կորուստ ունենք, էլի այդ կանալի վրա, էլի։ Ճահիճների միջով է ջուրը գալիս։ Խնդրի լուծման ճանապարհներից մեկը ներտեսային ցանցերի վերանորոգումն է, բայց դրա համար մեծ գումարներ են պետք, պնդում է ջուրօգտագործողների խմբի ղեկավարը։ Հանրապետությունում այս վերջի 20 տարիների ընթացքում վերականգնվել է ընդամենը 700 կիլոմետր ներտեսային ցանց, կա շուրջ 14500 կիլոմետր ներտեսային ցանց, այսինքն ընդամենը 5% վերականգնվել։ Այսինքն մի գծամետր, տենց ասեմ, ներտեսային ցանցի կառուցման համար անհրաժեշտ է 40-ից 50 հազար դրամ։ Մուսալերցիները ոռոգման ջրի մասին չեն հասցնում մտածել, հիմնական հոգսը խմելու ջուրն է, վրդովված են, թեպետ գյուղում խմելու ջուր կա, բայց իրենք ժամով են ջուր ունենում, այն էլ ցածր ճնշումով, բողոքում են Լվա ինքդ ավտոլվացման ծառայությունում, երբ ու ինչքան ասես ջուր կա։ 1500 լվացման կետեր կա, որը ահա որ ձևով օգտագործում են մեզ խմելու ջուրը։ Միթե հնարավոր չի դրա դեմն առնել, ես չեմ հասկանում։ Խմելու ջուրը տալիս են ավտոլվանում, բայց ժողովրդին ստեղ ջուր չկա խմելու։ Ջրպետկոմից բացատրում են, այդ ծառայությունը հնարավոր չի լինի ոռոգման ջրով իրականացնել, քանի որ այն նախատեսված է միմիայն հողատարածքների ու մշակաբույսերի համար։ Բացի այդ, դրա մեջ կան խցանում առաջացնող նյութեր, որոնց խողովակները չեն դիմանա։ Ալտերնատիվ տարբերակ, ուղղակի որպես ոչ խմելու ջրի մասնագետ, կառաջարկեմ հորատանցքերի միջոցով մատակարարել տեխնիկական ջուր, որը պիտանի չի խմելու համար, բայց պիտանի է նման ծառայություններին մատուցելու համար։ Իսկ հորատանցքերը համայնքապետարանների վերահսկողության տակ են, անհրաժեշտության դեպքում իրենք պիտի ներդրումներ անեն ու ջրային անարդարությունը վերացնեն։ Հասմիկ Առաքելյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայկուշ Ասլանյան, Աննա Մարտիկյան, օրակարգ։